Սովինար Վարդանյան։ Շնորհակալություն։ Տիկին դատախազ գործընկերներիս հարցերից մեկինի պատասխան, որտեղ նա հղում էր անում մամուլում տեղ գտած տեղեկատվությանը, դուք նշեցիք ժամանակի սղության պատճառով հնարավորություն չունենալը ծանոթանալ տվյալ նյութին։ Ես ճիշտն ասած իմ տպավորությամբ մամուլը դա այն նաև կարևորագույն աղբյուրներից մեկն է, որտեղից իրավապահ մարմինը վերցնում է տեղեկատվություն, այդ թվում հանցագործությունների կամ առերևույթ հանցագործությունների մասին։ Ես ուզում եմ իմանալ, արդյոք դատախազությունը ունի ստորաբաժանում համապատասխան, որտեղ ուսումնասիրվում են մամուլում տեղ գտած տեղեկատվությունները եւ դրանց հետ կապված հետագա գործընթացներ են ծավալվում։ Շնորհակալություն, Տիկին Վարդանյան։ Ես չասեցի, որ ես ընդհանրապես չեմ ծանոթանում մամուլին։ Ես խնդրեմ ուշադիր, եթե հնարավորություն լինի իմ պատասխանը նորից լսել, ես ասացի, որ ես Տիկին Ղազարյանի ներկայացված դրվագին ծանոթ չեմ, հավանաբար դա պայմանավորված է եղել վերջին ժամանակներում իմ ծանրաբեռնվածությամբ եւ խոստացա, որ կճշտեմ արդյոք նման ուսումնասիրություն կա։ Դա նշանակում է, որ մեր ծառայությունը, որ մամուլի մոնիթորինգ է իրականացնում եւ նմանատիպ իրավիճակներ է վերհանում, դրանք մուտք անում պաշտոնական մեր համակարգ, որը մեր փաստաթղթաշրջանառության համակարգն է եւ ուղարկվում է վարույթն իրականացնող մարմնին հանցագործության, եթե հաղորդում է ընթացքը լուծելու, եթե օպերատիվ տվյալը ստուգողական գործողություններ իրականացնելու։ Իմ պատասխանից ենթադրում էի, որ ակնհայտ պիտի լիներ, որ ես չեմ հասցրել ուղղակի ֆիզիկապես ծանոթանալ եւ պետք է ճշտեմ արդյոք ընթացք տրվել է մեզ մոտ, թե ոչ։ Մենք ունենք նման ստորաբաժանում, ավելին նաեւ իմ խորհրդականներից մեկը առանձին հենց հասարակայնության հետ կապերի հարցերով է պատասխանատու, ինչու, որովհետեւ քրեադատավարական օրենսդրության փոփոխությունները նաեւ այս առումով որոշակի կարգավորումներ են նախատեսում եւ մենք յուրաքանչյուր դեպքում ոչ միայն մեր բարի ցանկությամբ, այլև մեր գործառութային պարտականություններից է բխում, որ եթե նմանատիպ հայտարարություններ կամ հրապարակումներ ենք տեսնում, պատշաճ ընթացակարգով, արդեն փաստաթղթաշրջանառության միջոցով փոխանցում ենք քրեական վարույթ նախաձեռնելու իրավասություն ունեցող մարմնին։ Ափսոսում եմ, որ հասկանալի չի եղել ինչ որ ասում եմ եւ շնորհակալ եմ, որ հնարավորություն եղավ շտկելու, եթե հասկանալի չէր կամ ինչ որ չափով անորոշ էր իմ ասածը։ Հարցագանք։ Շնորհակալություն պատասխանելու համար։ Ես ուզում եմ հարցս ավելի ծավալել, քանի որ երեք կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նաև հղում արվեց մամուլի ինչ-որ հոդվածի, մամուլում տեղ գտած ինչ-որ հոդվածի, որտեղ նշվում է օրինակ պաշտոնյայի անունը եւ հետո հետագա տեքստը այն մասին է, որ չգիտեմ, այդ պաշտոնյայի հորեղբոր տղայի ենթադրենք հարևանի, բարեկամի, չգիտեմ ինչ եւ այլն։ Արդյունքում ստացվում է տիկին դատախազ, որ պաշտոնյայի անունը արծարծվում է եւ հանրության մեջ արդեն իսկ տպավորությունը այսպես չակերտավոր կոռուպցիոն ինչ-որ սխեմայի մասին գնում է, սակայն եթե այդ փաստաթղթով դու գնաս դատարան եւ փորձես բողոքարկել այդ փաստաթուղթը, այնտեղ դու չես կարող որևէ բան անել, որովհետեւ ուղիղ, այսպես ասած, կոռուպցիոն մեղադրանք չկա։ Եվ սա մնում է արկախված օդում։ Ես կուզենայի իմանալ բոլոր այն բաները, նյութերը, որոնք ուսումնասիրում է դատախազությունը եւ որտեղ չի գտնում հանցագործության տարր, ինչ է արվում դրանից հետո, ակնկալելով, որ գուցե արժի նաեւ հաջորդիվ տալ հայտարարություն առայն, որ ուսումնասիրվել է եւ այստեղ ոչ մի խնդիր չկա, որպեսզի արդարացի լինի եւ հասարակությունը տեղյակ լինի։ Շնորհակալ եմ։ Տիկին Վարդանյան, մենք նմանատիպ հարցադրումների, հրապարակումների պարագայում ստանում ենք լրատվամիջոցներից հարցումներ, առաջինը ուսումնասիրվել է թե չէ եւ հետո որոշ ժամանակ հետո ինչ ուսումնասիրության արդյունքներ կան։ Մենք լրատվամիջոցներին, ովքեր մեզ եւ անձանց, ովքեր մեզ հարցումներ են արել, պատասխանում ենք։ Այստեղ մի նրբություն կա, որ չի կարող ցանկացած անձ դիմել եւ երրորդ անձի վերաբերյալ տվյալ ստանալ, օրինակ դիցուկ իմ վերաբերյալ հրապարակում է, ես կարող եմ դիմել եւ դրա վերաբերյալ տեղեկատվություն ստանալ, եթե այստեղ որևէ լիազորության կամ գործառույթի անհրաժեշտություն եք տեսնում, կարող ենք քննարկել, բայց կարծես թե մեխանիզմը շատ պարզ է։ Հրապարակումը մեխանիկորեն չի նշանակում վարույթի նախաձեռնում։ Կան հրապարակումներ ու դրանք մեծամասնությունն են այդ հրապարակումների, որոնք անցնում են ստուգողական գործողություններ, որտեղ ի տարբերություն նախկինի ներկայում դա ինքնին հանցագործության քրեական գործ հարուցելու առիթ չէ, բայց
ստուգողական գործողությունների արդյունքում էլ լրատվամիջոցները մեզ դիմում են եւ ստանում են տեղեկատվություն, վարույթ նախաձեռնվել է թե ոչ, եւ մենք դրան ի պատասխան այդ տեղեկատվությունը տալիս ենք։ Մենք բնականաբար ամեն մի տեղեկատվության մասով չենք կարող նշել, դա մեր գործառույթներից չի էլ բխում, որ այս է ուղարկվեց ստուգման, այս էրա վերաբերյալ հաստատվեց սա ուղարկվեց ստուգման, սրա վերաբերյալ հաստատվեց սա, դրա համար մենք ըստ հարցման պատասխանում ենք։